Նրան վարձել էին որպես խոհարար մի մեկուսացած այրու համար, բայց ի վերջո նա կրկին բացեց այն վերքերը, որոնք տղամարդը երդվել էր այլևս երբեք չբացել։ Թաղված նամակների, արգելված գինիների ամեն ինչ կործանելու պատրաստ դստեր միջ անցյալը սկսում է հոսել այդ տան պատերից ներս։ Դիտեք այս պատմությունը մինչ վերջ, դուք կզարմանաք։ Եթե սիրում եք սիրային պատմություններ, ռոմանսներ, բաժանորդագրվեք այս ալիքին, թողեք ձեր մեկնաբանությունը, մենք ամեն օր ենք տեղադրում նման տեսանյութեր։ Շարունակենք։ Շշի ծանրությունը նրա ձեռքերում կարծես գինուց շատ ավելին էր պարունակում։ Լուսինեն զգաց սառը ապակին իր ափերին մի պահ վարանեց։ Տիգրանի հայացքը գամված էր նրան, կարծես նրա ողջ գոյությունը կախված լիներ այդ ակնթարթից։ Սեղանի վրա մոմի բոցը տատանվում էր, ստեղծելով պարող ստվերներ քարե պատերին, որոնք թվում էր թե լուռ վկաներն են մի պահի, որը նրանց կյանքը բաժանելու էր առաջ, հետո ի։ Դեռ չեմ համտեսել։ Սպասում էի, որ դրա համը դու լինես։ Բառերն արձագանքում էին սենյակի խիտ օդում, լցված մի իմաստով, որը գերազանցում էր գինուն, գիշերվան կամ նույնիսկ Հեղինեի հետ թաղված գաղտնիքներին։ Լուսինեն բարձրացրեց աչքերը, հանդիպելու նրա հայացքին, առաջին անգամ այն օրվանից, երբ եկել էր հիշողություններով լի այդ տուն, տեսավ Տիգրանին լիովին ներկա։ Նա այլս իր ուրվականը չէր, ոչ էլ մեռած սիրո մոլի պահապանը։ Նա տղամարդ էր, խոցելի, ցանկալի, կենդանի։ Տիգրան։ Սկսեց նա, բայց տղամարդը բարձրացրեց ձեռքը, լռություն խնդրելով։ Դեռ ոչինչ մի ասա, մրմնջաց նա, դանդաղ մոտենալով։ Թող այս պահը գոյություն ունենա ինքն իրենով, առանց խոստումների, առանց մեղքի զգացումի։ Լուսինեի սիրտը անը զարկում էր։ Նա իրեն երկփեղկված էր զգում այն խոհեմ կնոջ միջ, որը դարձել էր այրանալուց հետո իր այս նոր տարբերակի, որը ծաղկում էր այդ տան մթնշաղում։ Կարծես Հեղինեն իր նամակների միջոցով նրան թույլտվություն էր տվել սիրելու այնտեղ, որտեղ ինքն այլս չէր կարող մնալ։ Տիգրանը նրբորեն վերցրեց շիշը նրա ձեռքերից, ինչպես սուրբ մի բան բռնած լիներ։ Նրա մատները դիպան Լուսինեի մատներին, կարճ, բայց ուժգին հպում, որը ջերմության ալիքներ ուղարկեց կնոջ մարմնով։ Նա բացեց շիշը դանդաղ, գրեթե ծիսական շարժումներով, բարձրացող բույրը տարբերվում էր բոլոր այն գինիներից, որոնք նա ճանաչում էր։ Այն ուներ խոնավ հողի, վայրի ծաղիկների, չիրականացած խոստումների նոտաներ։ Այս գինին պատրաստված է միայն այն խաղողից, որը Հեղինեի հետ միասին ենք տնկել, ասաց Տիգրանը, լցնելով բյուրեղապակյա։ 2 գավաթ։ Բայց ավարտին եմ հասցրել իմ ձեռքերով, մենակ, երբ նա հեռացավ։ Սա առաջին գինին է, որն ամբողջությամբ իմն է։ Լուսինեն ընդունեց գավաթը, նայելով, թե ինչպես է մուգ կարմիր հեղուկն արտացոլում տատանվող լույսը։ Ինչու այդքան երկար պահեցիր, առանց համտեսելու։ Որովհետև գիտեի, որ երբ դա անեմ, իսկապես բաց կթողնեմ Հեղինեին։ Նա բարձրացրեց իր գավաթը, Լուսինեն նույնպես։ Եվ որովհետև գուցե կանխազգում էի, որ կլինի մեկը, ում հետ կցանկանայի կիսել այն։ Նրանք խմեցին լռության մեջ, գինին հայտնության պես էր։ Լուսինեն երբեք այդքան բարդ բան չէր փորձել։ Այն սկսվում էր քաղցր, վերածվում նրբաճաշակ դառնության, ավարտվում ջերմ զգացողությամբ, որը տարածվում էր կրծքավանդակով։ Կարծես լեզվի վրա կարող էր զգալ այդ վայրի ողջ պատմությունը, սերը, կորուստը, սպասումը, հույսը։ Արտասովոր է, շշնջաց նա։ Ինչպես դու, պատասխանեց Տիգրանը, այս անգամ հայացքը չփախցրեց։ Նրանց միջ լարվածությունը գրեթե շոշափելի էր։ Լուսինեն իրեն զգում էր, կարծես անդունդի եզրին լիներ, պատրաստ ցատկելու մի անհայտ պոտենցիալ կործանարար բանի մեջ։ Այն ամենը, ինչ սովորել էր պարկեշտության, հասարակության մեջ այրի կնոջ տեղի, բարձր դիրք ունեցող տղամարդկանց հետ կապվելու վտանգների մասին, աղաղակում էր, որ անմիջապես հեռանա այնտեղից։ Բայց կար մեկ այլ ձայն, ավելի ցածր, ավելի խորը, որը նրան կանչում էր մնալու։ Տիգրան, վերջապես ասաց նա, գավաթը դնելով սեղանին։ Պետք է մի բան հասկանաս։ Ես Հեղինեն չեմ։ Երբեք չեմ լինի։ Գիտեմ, պատասխանեց նա, ավելի մոտենալով։ Եվ հենց դրա համար եմ այստեղ, այս պահին, քեզ հետ։ Ես կարողություն չունեմ, դիտողոց չունեմ, երիտասարդություն չունեմ։ Դու ունես մի բան, որը ես վաղուց կորցրել եմ, ընդհատեց նա, այժմ այնքան մոտ, որ նա կարող էր զգալ նրա մարմնից բխող ջերմությունը։ Դու կյանք ունես։ Իսկական, բաբախող, խիզախ կյանք։ Նրա ձեռքերը գտան կնոջ դեմքը, նուրբ շոյան գինուց հուզմունքից կարմրած այտերին։
Լուսինեն փակեց աչքերը, թույլ տալով իրեն լիովին զգալ այն հպումը, որը ցանկացել էր ավելին, քան համարձակվել էր խոստովանել։ Ես 42 տարեկան եմ, մրմնջաց Տիգրանը նրա ճակատին։ Եվ 10 տարի է, ինչ սիրտս այսպես չի բաբախել։ Ես 38 տարեկան եմ, պատասխանեց նա, բացելով աչքերը հանդիպելու նրա հայացքին։ Եվ 5 տարի է, ինչ չեմ հիշում, որ որևէ մեկն ինձ որպես կին տեսած լինի։ Ուրեմն մենք երկու ուրվական ենք, որոնք փորձում են հիշել, թե ինչպես են ապրում, ասաց նա տխուր ու գեղեցիկ ժպիտով։ Գուցե, շշնջաց Լուսինեն։ Կամ գուցե մենք երկու մարդ ենք, որոնք պատճառ են գտել դադարելու ուրվական լինելուց։ Համբույրը, երբ վերջապես տեղի ունեցավ, տարբերվում էր այն ամենից, ինչ նա ճանաչում էր։ Այն չուներ երիտասարդության հուսահատ շտապողականությունը, ոչ էլ առաջին սիրո կույր գիրքը։ Դա հասուն, գիտակցված համբույր էր, լցված այն ամենով, ինչ երկուսն էլ կորցրել գտել էին։ Համբույր, որը գիտեր արցունքների հույսի, մենության հայտնագործության մասին։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ անհավասար էին շնչում։ Տիգրանը ճակատը հենեց նրա ճակատին, կարծես այդ հպման կետի կարիքն ուներ, իրականության մեջ խարսխված մնալու համար։ Լուսինե, ասաց նա խռպոտ ձայնով։ Եթե մենք միասին լինենք, հեշտ չի լինի։ Անին չի ընդունի։ Հասարակությունը մեզ կդատապարտի։ Եվ միշտ կլինեն անցյալի ստվերներ։ Գիտեմ, պատասխանեց նա, զարմանալով սեփական ձայնի հաստատակամությունից։ Բայց ես սովորել եմ, որ երբեմն պետք է ընտրել այն կյանքի միջ, որն ուրիշներն են մեզնից ակնկալում, այն կյանքի, որն իսկապես ուզում ենք ապրել։ Տիգրանն այդ ժամանակ ժպտաց, առաջին իսկական ժպիտը, որ նա տեսել էր այնտեղ գալուց ի վեր։ Եվ ինչ կյանք ես ուզում ապրել, Լուսինե Մկրտչյան։ Մի կյանք, որտեղ ստիպված չեմ լինի թաքնվել, պատասխանեց նա առանց վարանելու։ Մի կյանք, որտեղ կարող եմ սիրել, առանց դրա համար ներողություն խնդրելու։ Նա կրկին համբուրեց նրան, այս անգամ ավելի ուժգին, Լուսինեն զգաց, կարծես արթնանում է խորը քնից։ Նրա ձեռքերը գտան տղամարդու մազերը, լայն ուսերը, տաք մաշկը կտավե վերնաշապիկի տակից։ Երբ դրսից ձիերի սմբակների ձայն լսվեց, նրանք կտրուկ բաժանվեցին։ Տիգրանը կնճռեց ճակատը, գնալով դեպի պատուհանը։ Լուսինեն ուղեց մազերն ու շրջազգեստը, սիրտը դեռ արագ բաբախում էր։ Անինը, մրմնջաց Տիգրանը, նայելով ժանյակե վարագույրի միջով։ Եվ նա մենակ չէ։ Լուսինեն մոտեցավ պատուհանին, տեսավ, որ երիտասարդ աղջիկը իջնում է շիկակարմիր ձիուց, երկու տղամարդու ուղեկցությամբ, որոնց նա ճանաչեց որպես տեղի ոստիկանության աշխատակիցներ։ Նրանցից մեկը փաստաթղթեր էր տանում, մյուսը ձեռքը պահում էր զենքի մոտ։ Ինչ կարող է նա ուզել գիշերվա այս ժամին, հարցրեց Լուսինեն։ Ոչ մի լավ բան, պատասխանեց Տիգրանը, դեմքը խստանալով։ Անին ինչ-որ բան է իմացել, կամ կարծում է, թե իմացել է։ Եվ իր բերած մարդկանցից դատելով, մտադիր է օգտագործել այդ գիտելիքը։ Գլխավոր դռան վրա հաստատուն թակոցների ձայնը արձագանքեց տանը։ Լուսինեն բնազդաբար մի քայլ հետ գնաց, բայց Տիգրանը բռնեց նրա ձեռքը։ Մի թաքնվիր, ասաց նա վճռականորեն։ Եթե դիմակայելու ենք այն ամենին, ինչ գալու է, միասին ենք դիմակայելու։ Թակոցները կրկնվեցին, ավելի համառ։ Անիի ձայնը կտրեց գիշերվա լռությունը։ Հայր, բաց արա այս դուռը։ Ես բերել եմ ոստիկանապետ Բաղդասարյանին քարտուղար Մանուկյանին։ Մենք հրատապ հարցեր ունենք քննարկելու։ Տիգրանը սեղմեց Լուսինեի ձեռքը, նախքան բաց թողնելը։ Հիշիր, թե ինչ ասացիր այն կյանքն ապրելու մասին, որն իսկապես ուզում ես, մրմնջաց նա։ Որովհետև մեր ընտրությունը շուտով փորձության է ենթարկվելու։ Նրանք միասին քայլեցին դեպի դուռը, Լուսինեն գիտեր, որ երբ այն բացվի, այլս հետդարձի ճանապարհ չի լինի։ Այն ամենը, ինչ տեղի էր ունեցել այդ գիշեր, գինին, համբույրները, շնջացած խոստումները, փորձության էին ենթարկվելու անողոք իրականության կողմից, որը սպասում էր նրանց մյուս կողմում։ Բայց տարիների մեջ առաջին անգամ նա վախ չէր զգում։ Նա իրեն կենդանի էր զգում։ Տիգրանը վճռական շարժումով բացեց դուռը, բայց Լուսինեն կարողացավ նկատել այն լարվածությունը, որը պնդացրել էր նրա ուսերը, երբ Անին փոթորկի պես ներս մտավ։ Երիտասարդ աղջկա մազերը խառնված էին գիշերային ձիավարությունից, իսկ աչքերը փայլում էին վտանգավոր վճռականությամբ։ Նրա հետից երկու ոստիկանները հանեցին գլխարկները։ Արարողակարգային ժեստով, բայց պահպանեցին լուրջ զգոն արտահայտությունները։ Անի, ասաց Տիգրանը զուսպ ձայնով։
Ինչ իմաստ ունի այս այցը կեսգիշերին։ Ճշմարտության իմաստը, հայր, հակադարձեց նա, սառը հայացք նետելով Լուսինեին, նախքան նորից նրան դառնալը։ Մի ճշմարտություն, որը դու թաքցրել ես ոչ միայն ինձնից, այլ իշխանություններից։ Ոստիկանապետ Բաղդասարյանը միջին տարիքի ալեխառն բեղերով անթերի համազգեստով մի տղամարդ մի քայլ առաջ եկավ։ Իշխան Սյունի, ցավում եմ, որ անհանգստացնում եմ ձեզ այս ժամին, բայց մենք տեղեկություններ ենք ստացել, որոնք անհապաղ պարզաբանումներ են պահանջում։ Ինչ տեղեկություններ, հարցրեց Տիգրանը, բայց նրա հայացքն արդեն դարձել էր դեպի դուստրը, հիասթափության հոգնածության խառնուրդով։ Անին ժպտաց, սառը ժպիտ, որը չհասավ աչքերին։ Տեղեկություններ Հեղինե Սյունիի իրական գտնվելու վայրի մասին։ Եվ որոշ ֆինանսական անկանոնությունների մասին, որոնք կարող են կապված լինել նրա անհետացման հետ։ Լուսինեի երակներում արյունը սառեց։ Նա նայեց Տիգրանին, որը անշարժ մնաց, բայց նա կարողացավ տեսնել, թե ինչպես են նրա ձեռքերը դանդաղ բռունցքվում։ Ավելի լավ բացատրիր, ասաց նա վտանգավոր ցածր ձայնով։ Քարտուղար Մանուկյանը, նիհար նյարդային մի տղամարդ, բացեց մի քանի փաստաթուղթ։ Պարոն իշխան, մենք այստեղ ունենք իշխանուհու անհետացումից ամիսներ առաջ կատարված բանկային գործարքների գրառումներ։ Զգալի փոխանցումներ Գյումրիի Երանի հաշիվներին, բոլորը թույլատրված նրա ստորագրությամբ։ Դա ոչինչ չի ապացուցում, պատասխանեց Տիգրանը, բայց Լուսինեն նկատեց գրեթե աննկատ դող նրա ձայնում։ Ինքնին ոչ, համաձայնեց Անին, մոտենալով սեղանին, որտեղ դեռ դրված էին գինու գավաթները։ Վերցրեց դրանցից մեկը ձեռքը, զննելով այն կեղծ անփութությամբ։ Բայց երբ գումարվում է Տեր Գորգի ցուցմունքին, դառնում է շատ հետաքրքիր։ Տիգրանը տեսանելիորեն գունատվեց։ Ինչ ցուցմունք։ Քահանան խոստովանել է, որ Հեղինեն իրեն է դիմել անհետանալ։ 8-3 շաբաթ առաջ, ասաց Անին, նրա ձայնը ստանալով դրամատիկ երանգ, որը կարծես փորձված լիներ։ Նա մեծ տառապանքի մեջ էր, ասում էր, որ քո մասին սարսափելի բան է իմացել։ Մի բան, որը ստիպում էր նրան վախենալ սեփական կյանքի համար։ Դա սուտ է, ասաց Տիգրանը հաստատակամորեն, բայց Լուսինեն կարող էր տեսնել, որ հուսահատությունը սկսում է սողոսկել նրա դիմագծերի մեջ։ Այդպես է, Անին գավաթը հետ դրեց սեղանին այնպիսի ուժով, որ բյուրեղապակին զնգաց։ Ապա ինչպես կբացատրես այն փաստը, որ անհետացումից հետո դու աշխատանքից ազատեցիր բոլոր ծառաներին, փակեցիր գինեգործարանը, սկսեցիր ապրել ճգնավորի պես։ Ինչպես կբացատրես այն փաստը, որ երբեք իսկապես չես փնտրել նրան։ Ես հարգել եմ նրա ցանկությունները, պատասխանեց Տիգրանը, նրա ձայնը սկսելով հուսահատ հնչել։ Նա խնդրեց հեռանալ, մոռացվել։ Նրա ցանկությունները, թե՞։ Քո հարմարավետությունը, դաժանորեն հակադարձեց Անին։ Որովհետև, ըստ Տեր Գորգի, Հեղինեն նա խոստովանել է, որ հղի է։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Լուսինեն զգաց, կարծես հատակը շարժվել է իր ոտքերի տակ։ Տիգրանը լիովին անշարժացավ, կարծես վերածվել էր այգու արձաններից մեկի։ Հղի, վերջապես շշնջաց նա։ 3 ամսական, հաստատեց Անին, դիտելով հոր արձագանքը դաժան բավականությամբ։ Ինչը մեզ հասցնում է ամենաանհանգստացնող հարցին։ Որտեղ են Հեղինեն երեխան, որին նա կրում էր։ Ոստիկանապետ Բաղդասարյանը զուսպ հազաց։ Պարոն իշխան, հաշվի առնելով այս մեղադրանքների լրջությունը, մենք ստիպված կլինենք խնդրել ձեր ներկայությունը ոստիկանությունում վաղը, պաշտոնական ցուցմունք տալու համար։ Եվ, ցավոք, նա ստիպված կլինենք ամբողջական խուզարկություն իրականացնել կալվածքում։ Տիգրանը կարծես 10 տարով ծերացել էր մի քանի րոպեի ընթացքում։ Լուսինեն, այլս չկարողանալով լուռ մնալ, մի քայլ առաջ եկավ։ Ներողություն, ասաց նա, զարմացնելով բոլորին։ Բայց եթե թույլ կտաք, մի բան կա, որ պետք է պարզաբանվի։ Անին դարձավ նրան վատ թաքցրած արհամարհանքով։ Խոհարարուհին ավելացնելու բան ունի։ Որքան հետաքրքիր։ Այո, ունեմ, պատասխանեց Լուսինեն արժանապատվորեն, անտեսելով հեգնական տոնը։ Նա մոտեցավ սեղանին, որտեղ պահել էր Հեղինեի նամակները, որոնք դեռ այնտեղ էին իր նախորդ հայտնագործությունից։ Այսօր սա գտա, թաղված այգում։ Հաստատուն ձեռքերով, չնայած ներքին դողին, նա նամակները մեկնեց ոստիկանապետ Բաղդասարյանին։ Սրանք Հեղինե Սյունիի գրած նամակներն են։ Դրանցում նա բացատրում է հեռանալու իր պատճառները։ Տիգրանը նայեց նրան երախտագիտության խուճապի խառնուրդով։ Անին, իր հերթին, առաջ շարժվեց գազանի պես։ Ինչ նամակներ են դրանք։
Ինչպես իմանանք, որ կեղծ չեն։ Ոստիկանապետ Բաղդասարյանը զգուշորեն զննեց թղթերը, մոտեցնելով դրանք մոմի լույսին։ Ձեռագիրը համահունչ է թվում այլ փաստաթղթերի հետ, որոնք ունենք արխիվում։ Իսկ թուղթը իսկական է թվում։ Կարող եմ տեսնել, քարտուղար Մանուկյանը մեկնեց ձեռքը, Բաղդասարյանը նրան տվեց նամակները։ Մինչ տղամարդը լուր կարդում էր, Անին վանդակում փակված հովազի պես այս ու այն կողմ էր քայլում։ Նույնիսկ եթե այս նամակներն իսկական են, դա չի բացատրում փոխանցված գումարը, ոչ էլ հղիությունը, որը նա խոստովանել է քահանային։ Տիգրանը վերջապես գտավ իր ձայնը։ Եթե Հեղինեն հղի էր, նա ինձ երբեք չի ասել։ Որքան հարմար, հեգնանքով մրմնջաց Անին։ Դա հարմարավետություն չէ, կրկին միջամտեց Լուսինեն, զգալով Տիգրանին պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունը։ Դա ճշմարտություն է։ Նամակներում Հեղինեն նշում է, որ կան բաներ, որոնք երբեք չի պատմել ամուսնուն, գաղտնիքներ, որոնք միայնակ է կրել։ Քարտուղարը բարձրացրեց աչքերը թղթերից։ Իրոք, այս նամակներում գաղտնիքների մասին հիշատակում կա։ Եվ նա մի հետաքրքիր խոստովանություն երեխայի հայրության մասին։ Բոլորը դարձան նրան։ Անին թեթակի գունատվեց։ Ինչ խոստովանություն, հարցրեց Տիգրանը։ Հեղինեն գրում է ամուսնությունից դուրս, անհետացումից առաջ ունեցած հարաբերություններից ծնված դստեր մասին։ Մի դուստր, որը մեծացել է այստեղից հեռու, Մենաստանում։ Հայտնությունը կայծակի պես ընկավ սենյակի վրա։ Անին մի քայլ հետ գնաց, դեմքը կորցնելով ողջ գույնը։ Դա անհնար է, կակազեց նա։ Նա գրում է, անխնա շարունակեց քարտուղարը, որ այս դուստրը ժառանգել է ոչ միայն իր գեղեցկությունը, այլ մանիպուլյացիայի դրամայի հակումը։ Տիգրանը նայեց Անին ցնցման ցավալի հասկացողության խառնուրդով։ Դրա համար էր Հեղինեն միշտ պնդում, որ դու մնաս Մենաստանում։ Դա մերժում չէր։ Պաշտպանություն էր։ Ոչ, գոռաց Անին, խլելով նամակները քարտուղարի ձեռքից։ Սրանք ստեր են։ Հեղինեն խելագար էր, բոլորը դա գիտեն։ Բայց մինչ նա սեփական աչքերով կարդում էր նամակները, նրա արտահայտությունը փոխվում էր։ Զայրույթը տեղի տվեց հուսահատությանը, հետո մի խորը տխրության, որը նրան հանկարծ շատ ավելի երիտասարդ խոցելի դարձրեց։ Նա իսկապես գիտեր, շշնջաց Անին, նամակները դողում էին նրա ձեռքերում։ Իմ իսկական հոր մասին։ Ամեն ինչի մասին։ Ոստիկանապետ Բաղդասարյանը հայացք փոխանակեց քարտուղարի հետ։ Տիկին Անի, եթե այս նամակներն իսկական են, իշխանի դեմ ձեր մեղադրանքները կարող են համարվել զրպարտություն։ Հատկապես, եթե դրանք դրդված են եղել անձնական հարցերով։ Անին ընկավ աթոռին, վերջապես հաղթահարված իրականությունից։ Ես ուղղակի ուզում էի։ Ես պետք է իմանայի, թե ով եմ ես։ Եվ երբ ձեզ երկուսիդ միասին տեսա, նա արցունքոտ աչքերով նայեց Լուսինեին, մտածեցի, որ նա նորից դավաճանում է նրա հիշատակին։ Տիգրանը դանդաղ մոտեցավ դստերը։ Անի, Հեղինեն ինձ խնդրել էր երբեք չբացահայտել քո հայրության մասին ճշմարտությունը, քեզ սկանդալից պաշտպանելու համար։ Բայց դու միշտ իմ դուստրն ես եղել, սրտով, անկախ արյունից։ Բայց նա ինձ լքեց, հեկեկաց Անին։ Եթե ես նրա դուստրն էի, ինչու ինձ լքեց։ Որովհետև հիվանդ էր, մեղմորեն ասաց Տիգրանը։ Եվ որովհետև գիտեր, որ չի կարող լինել այն մայրը, որին դու արժանի էիր։ Լուսինեն սեղմված սրտով դիտում էր տեսարանը։ Նա կարող էր տեսնել Անի աչքերի անկեղծ ցավը, մի երիտասարդ աղջկա շփոթությունը, որը մեծացել էր, չհասկանալով իր տեղն աշխարհում։ Ոստիկանապետ Բաղդասարյանը հազաց։ Դե ինչ, այս բացահայտումների լույսի ներքո, թվում է, թե սկզբնական մեղադրանքները հիմք չունեն։ Այնուամենայնիվ, դեռ ունենք բանկային փոխանցումների հարցը։ Փոխանցումները Հեղինեի խնամքի ծախսերը հոգալու համար էին, բացատրեց Տիգրանը, նրա ձայնն այժմ ավելի հաստատուն։ Նա գտել էր մի վայր, որտեղ կարող էր ապրել իր վերջին օրերը արժանապատվորեն, հասարակության հետաքրքրասեր աչքերից հեռու։ Ես ֆինանսապես օգնել եմ նրան այդ որոշման մեջ։ Նա դեռ կենդանի՞։ Հարցրեց Անին փոքր ձայնով։ Տիգրանը երկար վարանեց։ Չգիտեմ։ Նա ինձ խնդրեց երբեք չփնտրել իրեն, թույլ տալ, որ լիովին հեռանա։ Դա վերջին բանն էր, որ կարող էի անել նրա համար։ Քարտուղարը փակեց իր փաստաթղթերը։ Պարոն իշխան, դեռ որոշ պաշտոնական պարզաբանումների կարիք կունենանք, բայց այս նամակների բացահայտված հանգամանքների լույսի ներքո թվում է, թե հետաքննելու հանցագործություն չկա։
Իսկ ես, հարցրեց Անին, ուռած աչքերը բարձրացնելով դեպի հայրը։ Ինչ է լինելու ինձ հետ հիմա։ Տիգրանը նայեց նրան խորը տխրության սիրո արտահայտությամբ։ Դու կլինես իմ դուստրը, ինչպես միշտ եղել ես։ Եթե, իհարկե, դեռ ուզում ես։ Անին գլխով արեց, չկարողանալով խոսել արցունքների միջով։ Ոստիկանները պատրաստվեցին հեռանալու, բայց դուրս գալուց առաջ ոստիկանապետ Բաղդասարյանը վերջին անգամ դիմեց Տիգրանին։ Պարոն իշխան, հասկանում եմ, որ սրանք նուրբ ընտանեկան հարցեր են։ Բայց ապագայում խելամիտ կլիներ ավելի թափանցիկ լինել անսովոր հանգամանքների վերաբերյալ։ Դա կխուսափեցներ թյուրիմացություններից։ Ոստիկանների հեռանալուց հետո տունը ընկղմվեց ծանր լռության մեջ։ Անին մնաց աթոռին, հյուծված հուզական փոթորկից։ Տիգրանը կանգնած էր պատուհանի մոտ, դիտելով, թե ինչպես են ձիավորների լույսերը հեռանում ճանապարհով։ Լուսինեն հանկարծ իրեն ավելորդ զգաց։ Այն ողջ մտերմությունը, որը կիսել էր Տիգրանի հետ մի քանի ժամ առաջ, կարծես պատկանում էր մեկ այլ աշխարհի, մի երակայության, որն իրականությունը դաժանորեն ընդհատել էր։ Ես պետք է հեռանամ, ասաց նա կամաց։ Ոչ, արագ ասաց Տիգրանը, դառնալով նրան։ Խնդրում եմ, մի գնա։ Անին բարձրացրեց աչքերը, դեռ կարմիր լացից։ Լուսինե, ասաց նա վարանելով։ Ես ներողություն եմ խնդրում։ Ասածիս, արածիս համար։ Ես շփոթված էի, զայրացած։ Պետք չէ ներողություն խնդրել, մեղմորեն պատասխանեց Լուսինեն։ Ես գիտեմ, թե ինչ է մեծանալ, չհասկանալով մեր տեղն աշխարհում։ Տիգրանը մոտեցավ երկու կանանց։ Գուցե ժամանակն է, որ մենք բոլորս նորից սկսենք։ Առանց գաղտնիքների, առանց անցյալի ուրվականների։ Անին դանդաղ գլխով արեց։ Դա նշանակում է, որ դուք միասին եք լինելու։ Տիգրանը նայեց Լուսինեին, լուռ հարց նրա աչքերում։ Նա զգաց այդ պահի ծանրությունը, ընտրությունը, որը կորոշեր ոչ միայն իր, այլ նրանց բոլորի ապագան։ Այո, վերջապես ասաց նա, նրա ձայնը պարզ ու վճռական։ Եթե Տիգրանն ինձ ուզենա, եթե դու կարողանաս դա ընդունել։ Անին մոտեցավ նրան, ի զարմանս Լուսինեի, բռնեց նրա ձեռքերը։ Մայրս ընտրեց հեռանալ, որպեսզի հայրիկին չքաշի իր խավարի մեջ։ Դու ընտրում ես մնալ, որպեսզի նրան վերադարձնես լույսին։ Կարծում եմ, կարող եմ դրա հետ ապրել։ Տիգրանը ժպտաց առաջին անգամ այն պահից, երբ գիշերը սկսվել էր, անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա ողջ դեմքը։ Մոտեցավ Լուսինեին, դեմքը վերցրեց ձեռքերի մեջ։ Ուրեմն մեզ այլս ոչինչ չի խանգարում, մրմնջաց նա։ Ոչինչ, բացի հասարակությունից, եկեղեցուց, դասակարգային տարբերությունից։ Սկսեց Լուսինեն, բայց նա լռեցրեց նրան նուրբ համբույրով։ Ոչինչ, որին չենք կարող միասին դիմակայել, շշնջաց նա նրա շուրթերին։ Եվ առաջին անգամ այն օրվանից, երբ եկել էր այդ տուն, Լուսինեն հավատաց, որ գուցե, միայն գուցե, հնարավոր է նոր կյանք կառուցել անցյալի մոխիրների վրա։ Հեղինեի նամակների բացահայտումից հետո եկած օրերը փխրուն խաղաղություն բերեցին Սյունիների կալվածք։ Անին մնաց տանը, զբաղեցնելով Հեղինեի նախկին ձեռագործի սենյակը, կամաց ջերմ հարաբերություններ հաստատեց Լուսինեի հետ։ Դա հենց սեր չէր, այլ փոխադարձ հարգանք, ծնված այն հասկացողությունից, որ երկուսն էլ կանայք էին, որոնք փորձում էին գտնել իրենց տեղն աշխարհում, որը հազվադեպ էր երկրորդ հնարավորություններ տալիս։ Տիգրանը իր հերթին, կարծես ամեն օր վերածնվում էր։ Սկսեց բացել տան պատուհանները, թույլ տալով արի լույսին մաքրել այն մութ անկյունները, որոնք այդքան երկար փակ էին մնացել։ Սկսեց Լուսինեի հետ զբոսնել այգիներում, բացատրելով նրան խաղողի տարբեր տեսակների, խմորման գաղտնիքների, այն երազանքների մասին, որոնք մի օր ունեցել էր, այդ հողը գավառի լավագույն գինի արտադրողներից մեկը դարձնելու։ Իսկապես մտադիր ես վերաբացել գինեգործարանը, հարցրեց Լուսինեն նոյեմբերի մի ոսկեգույն ցերեկ, երբ նրանք քայլում էին խաղողի վազերի շարքերի միջով, որոնք սկսում էին վերականգնման նշաններ ցույց տալ։ Այո, պատասխանեց Տիգրանը, քաղելով մի հասուն ողկույզ։ Բայց այս անգամ ուզում եմ այլ կերպ անել։ Ոչ միայն գինի էլիտայի համար։ Ուզում եմ արտադրել մի բան, որը հասարակ մարդիկ նույնպես կարող են գնահատել։ Լուսինեն ժպտաց, հուզված տղամարդու հեռանկարի փոփոխությունից։ Իսկ ես կարող եմ օգնել։ Ինչպե՞ս։ Դե, ասաց նա, կանգ առնելով հեռվում երացող լեռները դիտելու համար, ես շատ ընտանիքներ գիտեմ տարածաշրջանում։ Աշխատասեր մարդիկ, որոնք կգնահատեին ազնիվ, առանց հավակնությունների գինի։
Կարող եմ օգնել աշխատողներ գտնել, կապեր հաստատել։ Տիգրանը նրան գրկեց հենց այնտեղ, խաղողի վազերի մեջ, պտտեց օդում։ Դու արտասովոր ես, ասաց նա, երբ նրան իջեցրեց գետնին։ Ինչպես առաջ չեմ տեսել սա։ Որովհետև առաջ դու հետ էիր նայում, պատասխանեց Լուսինեն, քնքշորեն դիպչելով նրա դեմքին։ Հիմա առաջ ես նայում։ Նրանք համբուրվեցին ցերեկվա արի տակ, առաջին անգամ ծանոթանալուց ի վեր, համբույրը չէր կրում գաղտնիքների ծանրությունը կամ արգելվածի հրատապությունը։ Դա պարզապես երկու մարդու համբույր էր, որոնք սիրում էին միմյանց, սկսում էին հավատալ միասնական ապագային։ Բայց խաղաղությունը երկար չտեց։ Հաջորդ առավոտ, մինչ Լուսինեն նախաճաշ էր պատրաստում, իսկ Տիգրանը կարդում էր ուշացած նամակները, մոտեցող սմբակների ձայնը ազդարարեց անսպասելի այցի մասին։ Խոհանոցի պատուհանից Լուսինեն տեսավ մի էլեգանտ տղամարդու, որը իջնում էր բաց շագանակագույն ձիուց։ Նա հագել էր մայրաքաղաքի նուրբ հագուստ, ուներ ֆետրե գլխարկ իշխանական տեսք, որն անմիջապես նրան զգուշացրեց։ Տիգրան, կանչեց նա, հյուր ունենք։ Նա միացավ նրան պատուհանի մոտ, նրա դեմքն անմիջապես մթնեց։ Պարոն Ավետիս Մինասյան, մրմնջաց նա։ Հեղինեի ընտանիքի փաստաբանը։ Ինչ կարող է նա ուզել։ Ոչ մի լավ բան, պատասխանեց Տիգրանը, գնալով դեպի դուռը։ Պարոն Մինասյանը 50 տարեկան տղամարդ էր, ալեխառն մազերը սանրված քսուքով, փոքր, հաշվարկող աչքերով։ Նա Տիգրանին ողջունեց արարողակարգային սառնությամբ, լիովին անտեսեց Լուսինեին, կարծես նա կահույքի մաս լիներ։ Իշխան Սյունի, ասաց նա, կաշվե պայուսակից թղթեր հանելով։ Ես գալիս եմ Վարդանյանների ընտանիքի անունից, ներկայացնելով հանգուցյալ իշխանուհի Հեղինեի շահերը։ Հեղինեն մահացած չէ, չոր ասաց Տիգրանը։ Ինչպես լավ գիտեք։ Ախ, այո, հայտնի նամակները, ասաց պարոն Մինասյանը տհաճ ժպիտով։ Շատ հարմար, պետք է ասեմ։ Բայց անկախ իշխանուհու գտնվելու վայրից, կան իրավական հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Անին հայտնվեց աստիճանների վերում, ակնհայտորեն գրավված խոսակցության պաշտոնական տոնով։ Նա լուր իջավ, կանգնեց Լուսինեի կողքին, համերաշխության նուրբ, բայց նշանակալի ցուցադրություն։ Ինչ հարցեր, հարցրեց Տիգրանը։ Ժառանգության հարցը, պատասխանեց պարոն Մինասյանը, բացելով փաստաթղթերը։ Ինչպես պետք է հիշեք, Հեղինեն զգալի օժիտ է բերել ամուսնությանը։ Կալվածքներ Գյումրիում, բաժնետոմսեր հանքարդյունաբերական ընկերություններում, ընտանեկան զարդեր։ Նրա անհետացմամբ այդ ունեցվածքը մնացել է անկանոն վիճակում։ Այդ ունեցվածքն իմն է ամուսնական իրավունքով, ասաց Տիգրանը, բայց Լուսինեն կարողացավ նկատել անորոշությունը նրա ձայնում։ Եղել է, ուղեց պարոն Մինասյանը։ Բայց ամուսնական պայմանագրում կա մտքետ, որը դուք, ըստ երույթին, մոռացել եք։ Կնոջ կամավոր բաժանման կամ նրա կողմից ամուսնական տունը լքելու դեպքում օժիտի ունեցվածքը վերադառնում է ծագման ընտանիքին։ Տիգրանը գունատվեց։ Դա անհնար է։ Ես երբեք չէի համաձայնի նման կետի։ Բայց համաձայնել եք, ասաց փաստաբանը, հանելով դեղնած փաստաթուղթ։ Ձեր ստորագրությունն այստեղ է, նոտարական վավերացմամբ։ Վարդանյանների ընտանիքը պահանջում է ոչ միայն սկզբնական ունեցվածքը, այլ փոխհատուցում այդ ունեցվածքի կողմից ամուսնության ընթացքում ստեղծված շահույթի համար։ Ինչ փոխհատուցում, միջամտեց Անին, նրա ձայնը կտրուկ։ Պարոն Մինասյանը նայեց նրան արհամարհանքով։ Իսկ դուք ո՞վ եք։ Անի Սյունի։ Իշխանի դուստրը։ Ախ, այո, ապօրինի ծնվածը, ասաց նա հաշվարկված դաժանությամբ։ Դե ինչ, պահանջվող փոխհատուցումը համարժեք է իշխանի գրեթե ողջ ունեցվածքին։ Այս կալվածքը, գինեգործարանը, խնայողությունները։ Ամեն ինչ։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Լուսինեն զգաց, կարծես հատակը բացվում է իր ոտքերի տակ։ Այն ողջ ապագան, որը սկսել էր պատկերացնել վերականգնված գինեգործարանը, կյանքը Տիգրանի կողքին, ընտանիքը, որը սկսում էին կազմել, փլուզվում էր իր աչքերի առաջ։ Դա Տիգրանին կթողնի առանց ոչնչի, ասաց նա, գտնելով իր ձայնը։ Դա իմ մտահոգությունը չէ, ծառնորեն պատասխանեց պարոն Մինասյանը։ Ես ներկայացնում եմ Վարդանյանների շահերը, ոչ թե իշխանի։ Տիգրանը ձեռքը տարավ մազերի միջով, ակնհայտորեն ցնցված։ Որքան ժամանակ ունեմ։ 30 օր, կալվածքները իրացնելու պարտքը մարելու համար, պատասխանեց փաստաբանը։ Հակառակ դեպքում ունեցվածքը կբռնագրավվի դատական կարգով։ Իսկ եթե կարողանամ ապացուցել, որ Հեղինեն դեռ կենդանի է։
որ նա կարող է վիճարկել այս պահանջը։ Պարոն Մինասյանը ժպտաց, գիշատիչ ժպիտով։ Ահ, այո, հետաքրքիր կլիներ, եթե նա հայտնվեր։ Հատկապես հաշվի առնելով, որ լուրեր կան նրա կյանքի նոր հանգամանքների մասին։ Ինչ լուրեր, հարցրեց Տիգրանը, բայց նրա տոնի մեջ ինչ-որ բան հուշում էր, որ նա արդեն կասկածում է։ Լուրեր, որ իշխանուհուն գտել են Երանում, կեղծ անվան տակ ապրելիս, ասաց փաստաբանը, ուշադիր դիտելով Տիգրանի արձագանքը։ Ապրում է մի տղամարդու հետ, որն իր ամուսինը չէ։ Ապրում է, ասենք, շատ քիչ քրիստոնեական կյանքով։ Տիգրանը բռունցքները սեղմեց։ Դուք ստում եք։ Այդպես եմ, պարոն Մինասյանը պայուսակից լուսանկար հանեց։ Այս նկարը արվել է 2 շաբաթ առաջ։ Ճանաչում եք կնոջը։ Լուսինեն չկարողացավ չնայել։ Սեպիա լուսանկարում մի սահեր կին ձեռքի տված քայլում էր մի երիտասարդ տղամարդու հետ Երանի փողոցներով։ Նույնիսկ ավելի կարճ մազերով հասարակ հագուստով, դա անվիճելիորեն Հեղինեն էր։ Նա թվում էր երջանիկ։ Պետք է հարգանքի տուրք մատուցեմ Վարդանյանների ընտանիքին, շարունակեց պարոն Մինասյանը, նրանք շատ զուսպ էին այս հայտնագործության հարցում։ Բայց հիմա, երբ գիտեն, թե որտեղ է նա, պատրաստ են գործարքի։ Ինչ գործարք, հարցրեց Տիգրանը խռպոտ ձայնով։ Հեղինեն վերադառնում է տուն, վերականգնում է իր դիրքը որպես ձեր կին, ընտանիքը հետ է կանչում ունեցվածքի վերաբերյալ պահանջները, բացատրեց փաստաբանը։ Այդքան պարզ։ Իսկ եթե նա հրաժարվի, ապա նրան կդատեն տունը լքելու, դավաճանության խարդախության համար։ Հաշվի առնելով դատարանների պահպանողականությունը, նա հավանաբար կդատապարտվի բանտարկության։ Իսկ դուք, բնականաբար, մինույն է կկորցնեք ամեն ինչ։ Լուսինեի կոկորդում սրտխառնոց բարձրացավ։ Թակարդը կատարյալ էր։ Հեղինեն ստիպված կլիներ վերադառնալ մի կյանքի, որը մերժել էր, Տիգրանը կկորցներ Լուսինեին, իր նոր ձեռք բերած ազատությունը, իսկ նա կվերադառնար այն ստվերին, որտեղից դուրս էր եկել։ Կա երրորդ տարբերակ, ասաց պարոն Մինասյանը, կարծես կարդացել էր նրա մտքերը։ Իշխանը կարող է պաշտոնապես հրաժարվել իր ողջ ունեցվածքից, հօգուտ Վարդանյանների ընտանիքի, ընդունել մի փոքր գումար, կյանքը նորից սկսելու համար ուրիշ տեղ։ Այստեղից հեռու։ Որքան ժամանակ ունեմ որոշելու համար, հարցրեց Տիգրանը։ Ինչպես ասացի, 30 օր։ Բայց խելամիտ կլիներ շուտ որոշել։ Ամեն անցնող օրվա հետ իշխանուհու իրավիճակը Երանում ավելի բարդանում է։ Պարոն Մինասյանը պահեց փաստաթղթերը գնաց դեպի դուռը։ Ախ, իշխան, ասաց նա կանգնելով շեմին, խորհուրդ կտայի չփորձել ուղղակիորեն կապվել Հեղինեի հետ։ Ընտանիքը աչքեր ունի, որոնք հետում են նրան։ Ցանկացած միջամտություն կդիտվի որպես արդարադատությանը խոչընդոտում։ Նրա հեռանալուց հետո տունը ընկղմվեց գերեզմանային լռության մեջ։ Տիգրանը անշարժ մնաց սենյակի մեջտեղում, կարծես կայծակը հարվածած լիներ։ Անին գունատ էր, բռնած աստիճանների բազրիքից։ Լուսինեն իրեն զգում էր, կարծես դիտում է մի երազանքի փլուզումը, նախքան այն իրականանալու հնարավորություն կունենար։ Հայր, վարանելով ասաց Անին։ Տիգրանը բարձրացրեց աչքերը, Լուսինեն դրանցում տեսավ մի ցավ, որը գերազանցում էր նյութական կորուստը։ Դա մի տղամարդու ցավն էր, որը հայտնաբերում էր, որ նույնիսկ երբ կարծում էր, թե ազատվել է անցյալից, այն դեռ բավականաչափ խորը ջանքեր ունի, ներկան կործանելու համար։ Գուցե, դանդաղ ասաց նա, ես պետք է ընդունեմ երրորդ տարբերակը։ Հեռանալ այստեղից, նորից սկսել ուրիշ տեղ։ Ոչ, վճռականորեն ասաց Լուսինեն, զարմացնելով ինքն իրեն իր ձայնի ուժով։ Մենք չենք փախչելու։ Տիգրանը զարմացած նայեց նրան։ Լուսինե, դու լսեցի՞ր, թե ինչ ասաց նա։ Եթե մնանք, կորցնում ենք ամեն ինչ։ Եթե ես Հեղինեին հետ բերեմ, ապա մենք կգտնենք չորրորդ տարբերակ, ընդհատեց նա։ Մի տարբերակ, որի մասին դեռ ոչ ոք չի մտածել։ Ինչ տարբերակ։ Լուսինեն խորը շունչ քաշեց, զգալով, թե ինչպես է իր մեջ վճռականությունը աճում կրակի պես։ Մենք կպայքարենք։ Մենք կբացահայտենք շանտաժը, կգտնենք վկաներ, կապացուցենք, որ այդ կետը խարդախությամբ է ներառվել պայմանագրում։ Լուսինե, մեղմորեն ասաց Տիգրանը, նրանք ունեն փաստաբաններ, փող, ազդեցություն։ Մենք ունենք ճշմարտությունը, կրկոտ ասաց նա։ Եվ մենք ունենք մի բան, որը նրանք չունեն։ Ինչ։ Մենք սեր ունենք, ասաց նա, մոտենալով նրան։
Իսկական սեր, որը չի գնվում, չի շանտաժվում, չի հաղթվում թղթաբանությամբ սպառնալիքներով։ Տիգրանը նրան գրկեց, նա կարողացավ զգալ դողը նրա մարմնում։ Իսկ եթե պարտվենք։ Իսկ եթե նրանք ստանան այն ամենը, ինչ ուզում են։ Ապա գոնե մենք պայքարած կլինենք, պատասխանեց Լուսինեն։ Եվ եթե մինույն է ամեն ինչ կորցնելու ենք, նախընտրում եմ կորցնել քո կողքին պայքարելով, քան ապրել այն բանի ստվերով, ինչ կարող էր լինել։ Անին մոտեցավ երկուսին։ Ես էլ եմ պայքարելու, վճռականորեն ասաց նա։ Սա նա իմ տունն է։ Իսկ դուք իմ ընտանիքն եք։ Տիգրանը նայեց երկու կանանց, մեկին, որն ընտրել էր սիրել, մյուսին, որը սովորել էր սիրել որպես դուստր, փաստաբանի գալուց ի վեր առաջին անգամ ժպտաց։ Ուրեմն թող լինի պատերազմ, ասաց նա։ Բայց ինչպես ենք սկսելու։ Լուսինեն ժպտաց, վայրի ժպիտ, որը լիովին փոխեց նրա արտահայտությունը։ Սկսում ենք երան գնալով։ Եթե նրանք ուզում են Հեղինեին որպես զինվոր օգտագործել այս խաղում, գուցե ժամանակն է պարզել, թե ինչ խաղ է նա իսկապես խաղում։ Դա վտանգավոր է, ասաց Տիգրանը։ Պարոն Մինասյանն ասաց, որ նրան հետում են։ Ապա մենք պետք է ավելի խելացի լինենք, քան հետողները, պատասխանեց Լուսինեն։ Որովհետև տպավորություն ունեմ, որ Հեղինեն այս իրավիճակի մասին շատ ավելին գիտի, քան որը մեկը պատկերացնում է։ Ինչու ես այդպես ասում։ Լուսինեն մոտեցավ սեղանին, որտեղ դեռ պահվում էին Հեղինեի նամակները։ Հանեց դրանցից մեկը մատնացույց արեց մի կոնկրետ տող։ Այստեղ, ասաց նա։ Հեղինեն գրում է. Ես բավականաչափ հուշումներ եմ թողել, որպեսզի ճշմարտությունը գտնվի, երբ անհրաժեշտ լինի։ Ես առաջ դրան ուշադրություն չէի դարձրել, բայց հիմա դա կարող է լինել մեր փրկության բանալին, ավարտեց Տիգրանը։ Անին ծափ տվեց, հանկարծակի աշխուժությունը տիրելով նրա դեմքին։ Երբ ենք մեկնում երան։ Վաղը լուսադեմին, վճռականորեն ասաց Լուսինեն։ Եվ թող Աստված մեզ օգնի, որովհետև մենք բոլոր հնարավոր օգնության կարիքը կունենանք։ Այդ գիշեր, մինչ նրանք պատրաստվում էին ճանապարհորդությանը, Լուսինեն Տիգրանին գտավ գրադարանում, պատուհանից նայելով լուսնի լույսով ողողված այգիներին։ Զղջում ես, մեղմորեն հարցրեց նա։ Ինչի։ Համար։ Որ թույլ տվեցիր ինձ մտնել քո կյանք։ Որ նորից բացեցիր սիրտդ։ Եթե փակված մնայիր քո ցավի մեջ, գուցե այս ամենը տեղի չէր ունենա։ Տիգրանը դարձավ նրան, նրա աչքերի ուժգնությունից նա սարսռաց։ Լուսինե, ասաց նա, դանդաղ մոտենալով, եթե կարողանայի ժամանակը հետ տալ, ամեն ինչ ճիշտ նույն կերպ կանեի։ Ամեն պահ, ամեն ընտրություն, ամեն ռիսկ։ Որովհետև քեզ ճանաչելը, քեզ սիրելը, քեզ իմ կողքին ունենալը։ Դա արժե ցանկացած կին, որը մենք պետք է վճարենք։ Նա համբուրեց նրան այդ ժամանակ հուսահատ կրքով, որը խոսում էր սիրո ցանկության, բայց նա վախի անորոշության մասին, թե ինչ է իրեն սպասում ապագայում։ Լուսինեն պատասխանեց նույն ուժգնությամբ, ամեն շոյանքի մեջ դնելով այն ողջ վճռականությունը, որով պայքարելու էր իրենց միասին կառուցածի համար։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ անհավասար էին շնչում։ Վաղը մենք սկսում ենք վտանգավոր ճանապարհորդություն, մրմնջաց Տիգրանը նրա ճակատին։ Միասին, պատասխանեց Լուսինեն։ Ինչպիսին էլ լինի արդյունքը, մենք միասին կլինենք։ Միասին, համաձայնեց նա, այդ պարզ բառի մեջ մի խոստում կար, որը ոչ փաստաբանները, ոչ էլ շանտաժները չէին կարող խախտել։ Դրսում քամին շշնջում էր այգիների միջով, իր հետ բերելով հասուն խաղողի բույրը գալիք փոթորիկների խոստումը։ Գնացքով դեպի երան ճանապարհորդությունը տեց 2 օր, որոնց ընթացքում Տիգրանը, Լուսինեն անին մնացին լարված լռության մեջ, յուրաքանչյուրը կորած իր մտքերում այն հանդիպման մասին, որն իրեն սպասում էր։ Լուսին։ Էն դիտում էր պատուհանից բացվող տեսարանը, անտառապատ լեռները, փոքրիկ կայարանները, որտեղ վաճառողները մրգեր ու քաղցրավենիք էին առաջարկում, գյուղերը, որոնք կարծես կախված լինեին ժամանակի մեջ, զգում էր, որ իր կրծքում աճում է անհանգստության վճռականության խառնուրդ։ Տիգրանը զուսպ բռնել էր նրա ձեռքը, մի ժեստ, որը չէր վրիպել առաջին կարգի վագոնի մյուս ուղորների աչքից։ Նա կարող էր տեսնել հետաքրքրասեր հայացքներում խուլ շշուկներում, որ իր ներկայությունն արդեն շահարկումների առարկա էր։ Իր սոցիալական դիրքի մի կին, որը ճանապարհորդում է իշխանի նրա դստեր հետ։ Չար լեզուներն անշուշտ հետաքրքիր պատմություններ կհյուսեին այդ իրավիճակի շուրջ։ Մի մտածիր նրանց մասին, մրմնջաց Տիգրանը, նկատելով նրա անհարմարությունը։ Չեմ կարող չմտածել, որ գուցե նրանք ճիշտ են, կամաց պատասխանեց Լուսինեն։
Գուցե ես չպետք է այստեղ լինեի։ Սա քո հեղինեի միջ հարց է։ Ոչ, ասաց նա վճռականորեն սեղմելով նրա ձեռքը։ Դու այստեղ ես, որովհետ ընտրել ես լինել։ Որովհետ որոշել ես պայքարել մեզ համար։ Դա քեզ ավելի խիզախ է դարձնում, քան այս կեղծավորներից որևէ մեկը։ Անին, որը դիմացի նստատեղից դիտում էր խոսակցությունը, առաջ թեքվեց։ Լուսինե, մեղմորեն ասաց նա, երբ ես երեխա էի Մենաստանում, մի անձնուհիները միշտ ասում էին, որ Աստված մեզ ավելի մեծ փորձություններ չի տալիս, քան մենք կարող ենք տանել։ Հիմա քեզ նայելով, հասկանում եմ, որ գուցե նրանք ճիշտ էին։ Մեկնաբանությունը խորապես հուզեց Լուսինեին։ Վերջին օրերին նա տեսել էր, թե ինչպես է Անին դառնացած վրեժխնդիր երիտասարդ աղջկանից վերածվում հասուն կնոջ, որը հասկանում էր ընտանիքի արժեքը, նույնիսկ երբ այդ ընտանիքը չէր հետում սովորական չափանիշներին։ Երբ նրանք վերջապես հասան մայրաքաղաք, Վայոց ձորի խաղաղ կյանքի հետ հակադրությունը ցնցող էր։ Փողոցները եռում էին ակտիվությունից, ապրանքներով բեռնված սայլեր, ծանր բեռներ տանող բանվորներ, էլեգանտ տիկնայք գեղեցիկ կառքերում, իրենց ապրանքը գովազդող վաճառականներ։ Օդը լցված էր տարբեր հոտերով, բոված սուրճ, թարմ ձուկ, մարդկային քրտինգ, թանկարժեք օծանելիք, բաց կոյուղի։ Տիգրանը սենյակներ էր ամրագրել Արմենիա հյուրանոցում, Աբովյան փողոցի վրա գտնվող հարգարժան հաստատությունում։ Մինչ տեղավորվում էին, նա բացատրեց իր ծրագիրը։ Պարոն Մինասյանի ցույց տված լուսանկարով հեղինեն քայլում էր Թումանյան փողոցով, ասաց նա, բացելով քաղաքի պարզունակ քարտեզը։ Դա օպերայի թատրոնի մոտակայքն է։ Սկսենք այնտեղից։ Իսկ եթե նա մեզ առաջինը տեսնի, հարցրեց Անին։ Իսկ եթե որոշի նորից փախչել, ապա մենք պետք է ավելի խելացի լինենք, պատասխանեց Լուսինեն։ Գուցե պետք է բաժանվենք։ Դու ես կարող ենք զգուշորեն փնտրել, մինչ Տիգրանը կմնա հյուրանոցում։ Եթե հեղինեն մեզ տեսնի, կարող է մտածել, որ մենք ուղղակի գնումներ կատարող երկու կին ենք։ Տիգրանը վարանեց։ Ինձ դուր չի գալիս Երանի փողոցներում ձեզ մենակ թողնելու գաղափարը։ Մենք ավելի դիմաց կունենք, քան պատկերացնում եք, ժպիտով ասաց Անին։ Եվ բացի այդ, երկու կին ավելի քիչ ուշադրություն են գրավում, քան իր անհետացած կնոջը փնտրող տղամարդը։ Դժկամությամբ Տիգրանը համաձայնեց։ Հաջորդ առավոտ Լուսինեն Անին դուրս եկան հյուրանոցից, հագնված միջին դասի կանանց պես, պարզ, բայց հարգալից հագուստ, որը թույլ կտար նրանց շրջել առանց ուշադրություն գրավելու։ Որոնումները սկսվեցին տարածքի սրճարաններից հացաբուլկեղենի խանութներից։ Լուսինեն հայտնաբերեց, որ բնատուր տաղանդ ունի մարդկանց խոսեցնելու։ Նրա ազնիվ տեսքը ջերմ պահվածքը ստիպում էին վաճառականներին թուլացնել զգոնությունը կիսվել մշտական հաճախորդների մասին բամբասանքներով։ Հենց մի փոքրիկ հրուշակարանում նրանք ստացան առաջին իրական հուշումը։ Ահ, այո, ճանաչում եմ այդ տիկնոջը, ասաց սեփականատերը, տարեց մի կին, զգուշորեն զննելով Լուսինեի ցույց տված լուսանկարը։ Նա այստեղ գալիս է երեքշաբթի հինգշաբթի օրերին, միշտ առավոտյան։ Գաթա սուրճ է գնում։ Շատ քաղաքավարի, շատ զուսպ։ Մենակ է գալիս, հարցրեց Անին։ Ոչ, միշտ մի երիտասարդի հետ։ Երիտասարդ, գեղեցիկ, լավ հագնված։ Սկզբում մտածեցի, թե նրա որդին է, բայց կինը դավադրաբար իջեցրեց ձայնը, այնպես, ինչպես նա նայում է նրան։ Դե, դա որդու հայացք չէ։ Լուսինեն Անին նշանակալից հայացքներ փոխանակեցին։ Հինգշաբթի էր։ Սովորաբար ո՞ր ժամին են գալիս, հարցրեց Լուսինեն։ Ժամը 10-ի կողմերը, պատասխանեց հրուշակագործը։ Միշտ նստում են այն անկյունի սեղանի մոտ, պատուհանի մոտ։ Լուսինեն նայեց գրպանի ժամացույցին, որը Տիգրանն էր նրան տվել։ 9:15 էր։ Կարող ենք այնտեղ սպասել, շշնջաց Անին, մատնացույց անելով մի սեղան, որը լավ տեսարան էր բացում մուտքի, հեղինեի նախընտրած սեղանի վրա։ Հաջորդ 45 րոպեները Լուսինեի կյանքի ամենաերկարն էին։ Ամեն մարդ, որը մտնում էր հրուշակարան, ստիպում էր նրա սրտին արագանալ։ Անին կարծես թե հանգիստ էր, բայց Լուսինեն կարող էր տեսնել, թե ինչպես են նրա ձեռքերը թեթակի դողում, սուրճի բաժակը բռնած։ Ժամը 10:12 հեղինեն ներս մտավ։ Լուսինեն անմիջապես ճանաչեց նրան, չնայած փոփոխություններին։ Մազերը, որոնք առաջ երկար էին բարդ սանրվածքով, այժմ կտրված էին ժամանակակից ոճով, որը շրջանակում էր նրա դեմքը։ Նա հագել էր պարզ կապույտ բամբակե զգեստ, առանց էլի։ Տայի նորաձությանը բնորոշ շքեղ զարդարանքների։
Բայց դա անվիճելիորեն նույն կինն էր Տիգրանի տան դիմանկարներից, դեռ գեղեցիկ, դեռ էլեգանտ, բայց շարժումների մեջ մի թեթությամբ, որը նախկինում չկար։ Նրան ուղեկցող տղամարդը մոտ 25 տարեկան էր, ալիքած շագանակագույն մազերով, խելացի կանաչ աչքերով։ Նա լավ էր հագնված, բայց առանց ցուցամոլության։ Երբ օգնեց Հեղինեին նստել, ժեստը այնպիսի մտերմության մասին էր խոսում, որը պարզ դարձրեց, որ հրուշակագործը ճիշտ էր, նրանք բարեկամներ չէին։ Լուսինեն դիտում էր զույգին, մինչ նրանք ցածր ձայնով զրուցում էին, միմյանց ժպտալով մի այնպիսի հեշտությամբ, որը խոսում էր կայացած հարաբերությունների մասին։ Հեղինեն թվում էր երջանիկ։ Իսկապես երջանիկ, այնպես, ինչպես Լուսինեն երբեք չէր տեսել իշխանուհու պաշտոնական դիմանկարներում։ Նա է, շշնջաց Անին, հաստատելով ակնհայտը։ Հիմա ինչ ենք անում։ Սպասում ենք, պատասխանեց Լուսինեն։ Տեսնենք, թե հետո ուր կգնան։ Հեղինեն երիտասարդը մնացին հրուշակարանում գրեթե 1 ժամ, աշխույժ զրուցելով։ Երբեմն նա բռնում էր նրա ձեռքը սեղանի վրայով, մի ժեստ, որը նա բնականորեն ընդունում էր։ Երբ վերջապես վեր կացան գնալու, Լուսինեն Անին հետեցին նրանց անվտանգ հեռավորությունից։ Զույգը քայլեց կենտրոնի փողոցներով մինչ հասավ երկհարկանի մի շենքի։ Երիտասարդը բացեց դուռը սեփական բանալիով, երկուսն էլ ներս մտան, կարծես դա իրենց տունը լիներ։ Ուրեմն այստեղ է նա ապրում, մրմնջաց Անին։ Թվում է, թե այո, համաձայնեց Լուսինեն։ Հիմա պետք է որոշենք, թե ինչպես մոտենալ իրավիճակին։ Նրանք վերադարձան հյուրանոց, որտեղ գտան Տիգրանին, նյարդայնացած քայլելիս սենյակում։ Գտաք նրան, անմիջապես հարցրեց նա։ Գտանք, հաստատեց Լուսինեն, սկսեց պատմել այն ամենը, ինչ տեսել էին։ Տիգ. Ռանը լուր լսում էր, նրա դեմքն ամեն բառի հետ ավելի էր մտնում։ Երբ Լուսինեն ավարտեց, նա երկար լուր մնաց։ Ուրեմն նա իսկապես նոր կյանք է կառուցել, վերջապես ասաց նա։ Թվում է, թե այո, մեղմորեն ասաց Անին։ Եվ երջանիկ է թվում։ Ինչը մեզ դնում է շատ նուրբ իրավիճակում, նկատեց Լուսինեն։ Եթե գնանք այնտեղ առերեսվենք նրա հետ, կարող ենք քանդել այդ երջանկությունը։ Բայց եթե չգնանք, կկորցնենք ամեն ինչ, ավարտեց Տիգրանը։ Եվ նա կարող է կորցնել ազատությունը, եթե Վարդանյանների ընտանիքը որոշի դատի տալ նրան։ Կա մեկ այլ հնարավորություն, վարանելով ասաց Անին։ Իսկ եթե նա արդեն գիտի շանտաժի մասին։ Իսկ եթե սպասում է, որ մենք իրեն փնտրենք։ Լուսինեն հետաքրքրությամբ նայեց նրան։ Ինչ նկատի ունես։ Դե, շարունակեց Անին, իր նամակներում նա նշել էր, որ հուշումներ է թողել։ Եվ պարոն Մինասյանն ասաց, որ ընտանիքը գտել է Հեղինեին վերջերս։ Տարօրինակ չեք համարում, որ նա թաքնված է մնացել գրեթե 10 տարի հանկարծ հայտնաբերվել է հենց հիմա։ Տիգրանը գնճռեց ճակատը։ Կարծում ես, Հեղինեն ուզում է, որ իրեն գտնեն։ Կարծում եմ, Հեղինեն կարող է խաղալ շատ ավելի բարդ խաղ, քան մենք պատկերացնում ենք, պատասխանեց Անին։ Անի տեսությունը տրամաբանական էր, բայց այն հաստատելու միայն մեկ ճանապարհ կար։ Այդ ցերեկ Տիգրանը որոշեց մենակ գնալ այն շենքը։ Լուսինեն ուզում էր ուղեկցել նրան, բայց նա անդրդվելի էր։ Սա մի առերեսում է, որը նախ պետք է մենակ ունենամ, ասաց նա։ Եթե Ղինեն իսկապես ինչ-որ խաղ է խաղում, պետք է հասկանամ կանոնները, նախքան ձեզ ներգրավելը։ Ժամը 5-ին Տիգրանը թակեց շենքի դուռը։ Երիտասարդը, որին տեսել էր Հեղինեի հետ, բացեց, նրա արտահայտությունն անմիջապես զգուշավոր դարձավ։ Կարող եմ օգնել։ Ես փնտրում եմ Հեղինե Սյունիին, պարզապես ասաց Տիգրանը։ Երիտասարդը վարանեց, հետո լիովին բացեց դուռը։ Ներս եկեք։ Նա սպասում է ձեզ։ Տիգրանը բարձրացավ աստիճաններով, սիրտը անհանգիստ բաբախելով։ Տունը համեստ էր, բայց հարմարավետ, զարդարված պարզ ճաշակով։ Չկար ցուցամոլություն, ոչ էլ թանկարժեք զարդարանքներ, որոնք բնորոշ էին նրա նախկին տանը։ Հեղինեն նստած էր պատուհանի մոտ գտնվող կանաչ թավշե բազկաթոռին, ձեռքին թեյի բաժակ։ Երբ նա ներս մտավ, նա բարձրացրեց աչքերը ժպտաց, տխուր, բայց անկեղծ ժպիտով։ Բար, Տիգրան, ասաց նա։ Ավելի երկար տեց, քան սպասում էի։ Գիտեիր, որ կգամ։ Գիտեի, որ վաղ թե ուշ ինչ-որ մեկը կգա, պատասխանեց նա մատնացույց անելով մոտակա աթոռը։ Նստիր։ Շատ բան ունենք խոսելու։ Տիգրանը նստեց, ուսումնասիրելով այն կնոջ դեմքը։
որը եղել էր իր կինը։ Նա ավելի նիհար էր, դեմքը թեթակի նշմարված տարիներից, բայց նրա մեջ մի հանգստություն կար, որը երբեք նախկինում չէր եղել։ Նամակները, որոնք թողել էիր, սկսեց նա։ Գտնվել են, ավարտեց նա։ Գիտեմ։ Ինչպես նա գիտեմ պարոն Մինասյանի նրա անհեթեթ շանտաժի մասին։ Տիգրանը առաջ թեքվեց։ Դու գիտես այդ մասին։ Հեղինեն ծիծաղեց, դառը ծիծաղ։ Տիգրան սիրելիս, քո կարծիքով ով է կանգնած այս ամբողջ կեղծիքի հետում։ Հայտնությունը նրան հարվածեց բռունցքի պես։ Դո՞։ Ոչ ճիշտ այդպես, ասաց Հեղինեն, թեյի բաժակը դնելով։ Բայց ես գիտեի, որ դա տեղի կունենա։ Եվ պատրաստվել էի դրան։ Չեմ հասկանում։ Հեղինեն հոգոց հանեց։ Վարդանյանների ընտանիքն ինձ երբեք լիովին չի ընդունել։ Նրանք միշտ մեր ամուսնությունը տեսել են որպես հարմար դաշինք, ոչ թե իսկական սեր։ Երբ ես հեռացա, նրանք հնարավորություն տեսան վերականգնելու այն, ինչ իրենց էին համարում իրավունքով։ Բայց պայմանագրի գետը իրական է, հաստատեց Հեղինեն։ Հայրս այն գաղտնի է ներառել, մտածելով ընտանիքի ունեցվածքը պաշտպանելու մասին։ Ես դա հայտնաբերեցի ամուսնությունից տարիներ անց, բայց երբեք քեզ չասացի, որովհետև գիտեի, որ կզայրանաս։ Տիգրանը ձեռքերը տարավ մազերի միջով։ Ուրեմն նրանք իսկապես կարող են ամեն ինչ վերցնել։ Կարող են փորձել, ասաց Հեղինեն խորհրդավոր ժպիտով։ Բայց մի բան կա, որ նրանք չգիտեն։ Ինչ։ Հեղինեն վեր կացավ, մոտեցավ գրասեղանին, որտեղից հանեց փաստաթղթերի մի թղթապանակ։ 2 շաբաթ առաջ ես պաշտոնապես փոխանցեցի օժիտի ունեցվածքի նկատմամբ իմ բոլոր իրավունքները քեզ։ Այստեղ Երանում մի փաստաբանի միջոցով, որը լիովին անկախ է Վարդանյաններից։ Տիգրանը նայեց նրա մեկնած փաստաթղթերին, հազիվ հավատալով իր տեսածին։ Ինչպե՞ս։ Ինչո՞վ։ Որովհետև, չնայած ամեն ինչին, դու լավ ամուսին էիր, մեղմորեն ասաց Հեղինեն։ Եվ որովհետև դու արժանի ես երջանիկ լինելու։ Նրա հետ։ Դու գիտես Լուսինեի մասին։ Գիտեմ, որ սիրահարված ես մի խիզախ բարի կնոջ, պատասխանեց Հեղինեն։ Եվ գիտեմ, որ նա այստեղ է, Երանում, քեզ հետ, պայքարում է քո կողքին։ Դա ինձ ասում է այն ամենը, ինչ պետք է իմանամ նրա մասին։ Տիգրանը մի պահ լուռ մնաց, յուրացնելով այն ամենի մեծությունը, ինչ արել էր Հեղինեն։ Բայց դա նշանակում է, որ դու հրաժարվել ես ամեն ինչից։ Ես հրաժարվել եմ մի կյանքից, որն ինձ երբեք իսկապես չի պատկանել, ուղեց նա։ Եվ ձեռք եմ բերել մի կյանք, որն իսկապես իմն է։ Իսկ Դավիթը, հարցրեց Տիգրանը, նկատի ունենալով իր տեսած երիտասարդին։ Դավիթը գրականության դասախոս է, ասաց Հեղինեն, նրա աչքերը փայլում էին։ 10 տարով ինձնից փոքր, լիովին առանց կարողության բացարձակապես հրաշալի։ Նա ինձ սիրում է այնպիսին, ինչպիսին կամ ոչ թե այնպիսին, ինչպիսին ծնվել եմ լինելու։ Դուք երջանիկ եք։ Կյանքումս առաջին անգամ լիովին է։ Երջանիկ եմ, առանց վարանելու պատասխանեց Հեղինեն։ Տիգրանը վեր կացավ, զգալով, կարծես մի հսկայական բեռ է ընկել իր ուսերից։ Հեղինե, ես։ Պետք չէ ոչինչ ասել, ընդհատեց նա։ Ուղղակի։ Երջանիկ եղիր, Տիգրան։ Երջանիկ եղիր նրա հետ։ Նա մոտեցավ իր նախկին կնոջը, ինքնաբերաբար համբուրեց նրա ճակատը։ Շնորհակալ եմ, շշնջաց նա։ Ամեն ինչի համար։ Եվս մեկ բան, ասաց Հեղինեն, երբ նա գնում էր դեպի դուռը։ Վարդանյանները հեշտությամբ չեն հանձնվի։ Նույնիսկ այս փաստաթղթերով նրանք կփորձեն վիճարկել։ Քեզ շատ լավ փաստաբան է պետք։ Առաջարկ ունես։ Հեղինեն ժպտաց։ Փաստաբան Ռուբեն Սահակյան։ Գրասենյակը, Թումանյան փողոցում։ Ասա, որ Հեղինե Վասկոնսելոսն է ուղարկել։ Վասկոնսելոս։ Իմ օրիորդական ազգանունն է, բացատրեց նա։ Հեղինե Սյունին մահացավ, երբ ես հեռացա Վայոց ձորից։ Հիմա ես ուղղակի Հեղինե Վասկոնսելոսն եմ, դաշնամուրի ուսուցչուհի։ Տիգրանը գլխով արեց, հասկանալով։ Իսկ եթե Վարդանյանները իմանան, թե որտեղ ես։ Ես Դավիթը պատրաստ ենք հեռանալու, եթե անհրաժեշտ լինի, հանգիստ ասաց Հեղինեն։ Մենք ծրագրեր ունենք, այլ վայրեր, որտեղ կարող ենք երջանիկ լինել։ Հուսով եմ, անհրաժեշտ չի լինի։ Ես էլ, ասաց նա։ Բայց եթե լինի։ Արժեր։
Բոլոր ռիսկերն արժեին։ Երբ Տիգրանը դուրս եկավ շենքից, Արն արդեն մայր էր մտնում Սանա լճի վրա։ Նա քայլում էր Երանի փողոցներով, տանելով այն փաստաթղթերը, որոնք ներկայացնում էին իր Լուսինեի ազատությունը, խորը երախտագիտության զգացումով այն կնոջ հանդեպ, որը քաջություն էր գտել թողնելու արտոնյալ կյանքը, իսկական երջանկության որոնումներում։ Վերադառնալով հյուրանոց, նա գտավ Լուսինեին Անիին, անհամբեր սպասելիս։ Երբ նա մտավ սենյակ, երկուսն էլ անմիջապես վեր կացան։ Ինչպես անցավ, հարցրեց Լուսինեն, ուսումնասիրելով նրա դեմքը հուշումների որոնումներում։ Տիգրանը ժպտաց, տարիների մեջ առաջին իսկապես անհոգ ժպիտով, բարձրացրեց փաստաթղթերը։ Մենք հաղթեցինք, պարզապես ասաց նա։ Եվ հետո, մինչ Արը մայր էր մտնում մայրաքաղաքի վրա, նա պատմեց նրանց Հեղինեի անսպասելի մեծահոգության, նրա նոր կյանքի նոր սիրո մասին, այն մասին, թե ինչպես երբեմն այն մարդիկ, որոնցից ամենաքիչն ենք սպասում, կարող են փրկել մեզ, երբ ամենաշատն ենք դրա կարիքը ունենում։ Ուրեմն Հեղինեն երջանիկ է, հարցրեց Անին, երբն։ Ավարտեց։ Լիովին երջանիկ, հաստատեց Տիգրանը։ Իսկ մենք, մեղմորեն հարցրեց Լուսինեն։ Մենք էլ կարող ենք երջանիկ լինել։ Տիգրանը նրան գրկեց հենց այնտեղ, Անիի առջ, առանց մտածելու արարողակարգերի կամ պարկեշտության մասին։ Սիրելիս, շշնջաց նա նրա մազերին, մեր երջանկությունը նոր է սկսվում։ Վայոց ձոր վերադարձը ներքուստ հաղթական էր, բայց արտաքուստ՝ զգուշավոր։ Տիգրանը, Լուսինեն Անին գիտեին, որ Հեղինեի փաստաթղթերն ունենալը ճակատամարտի միայն կեսն էր։ Նրանք դեռ պետք է դիմակայեին Վարդանյանների զայրույթին տեղի հասարակության արձագանքին, երբ ճշմարտությունը բացահայտվեր։ Փաստաբան Ռուբեն Սահակյանը, որին խորհուրդ էր տվել Հեղինեն, արժեքավոր դաշնակից էր դարձել։ 50 տարեկան, լիովին սպիտակ մազերով խորաթափանց աչքերով տղամարդը փաստաթղթերն ուսումնասիրել էր ոսկերչի մանրակրկտությամբ, որը թանկարժեք քարեր է գնահատում։ Անթերի, հայտարարել էր նա։ Փոխանցումը կատարվել է պաշտոնական նոտարական գրասենյակում, բոլոր ստորագրությունները վավերացված են։ Նույնիսկ եթե Վարդանյանները վիճարկեն, շատ դժվար կլինի անվավեր ճանաչել այս փաստաթղթերը։ Շատ դժվարը չի նշանակում անհնար, նկատել էր Տիգրանը։ Ոչ, համաձայնել էր պարոն Սահակյանը։ Բայց դա նշանակում է, որ մենք հաղթելու հիանալի հնարավորություն կունենանք։ Հատկապես, եթե կարողանանք ապացուցել, որ սկզբնական կետը ներառվել է առանց ձեր իմացության կամ համաձայնության։ Այժմ, վերադառնալով Արի ձորի կալվածք, երեքը պատրաստվում էին վերջնական առճակատմանը։ Պարոն Մինասյանը հանդիպում էր նշանակել այդ ցերեկ, իր դբերելով Վարդանյանների ընտանիքի ներկայացուցիչներին, սեփականության փոխանցման մանրամասներն ավարտին հասցնելու համար։ Նյարդայնանում ես, հարցրեց Տիգրանը Լուսինեին, մինչ նա սուրճ էր պատրաստում խոհանոցում, որը դարձել էր նրա ապաստանը վերջին ամիսներին։ Սարսափած եմ, անկեղծորեն խոստովանեց նա։ Բայց նա վճռական։ Թույլ չենք տա, որ մեզնից գողանան այն, ինչ կառուցել ենք։ Անին այդ պահին մտավ խոհանոց, հագած իր լավագույն զգեստը, մուգ կապույտ, որն ընդգծում էր նրա մուգ աչքերը։ Պարոն Սահակյանը եկավ, հայտարարեց նա։ Եվ մենակ չէ։ Պատուհանից նրանք տեսան ոչ միայն փաստաբանին, որը իջնում էր կառքից, այլ մի տարեց, վեհ տեսքով տղամարդու միջին տարիքի մի կնոջ, խիստ հագուստով։ Վարդանյաններն անձամբ, մրմնջաց Տիգրանը։ Չէի սպասում, որ անձամբ կգան։ Դա լավ է, թե՞։ Վատ, հարցրեց Լուսինեն։ Նշանակում է, որ նրանք սա շատ լուրջ են ընդունում, ասաց պարոն Սահակյանը, մտնելով խոհանոց։ Գնդապետ Անտոն Վարդանյանը ընտանիքի նահապետն է, իսկ Սազգեստ տիկինը տիկին Մագդալենան է, Հեղինեի քույրը։ Նրանք զիջումների չեն գնա։ Ոչ էլ մենք, վճռականորեն պատասխանեց Տիգրանը։ Հանդիպումը տեղի ունեցավ տան գլխավոր սրահում, բոլորը նստած մեծ սեղանի շուրջ, որը մի ժամանակ ծառայել էր շքեղ ընթրիքների համար։ Պարոն Մինասյանը նախագահում էր հանդիպումը վատ թաքցրած գերազանցության տեսքով, մինչդեռ գնդապետ Վարդանյանը ամեն ինչ դիտում էր բազեի աչքերով։ Դե ինչ, սկսեց պարոն Մինասյանը, բացելով իր փաստաթղթերը, պատկերացնում եմ, որ բավականաչափ ժամանակ եք ունեցել քննարկելու իմ ներկայացրած տարբերակները։ Ո՞րն է ձեր որոշումը, իշխան։ Տիգրանը նայեց Լուսինեին, որը նրան քաջալերանքի փոքրիկ նշան տվեց, հետո Անիին, որը ժպտաց վայրի վճռականությամբ։ Իմ որոշումը, հանգիստ ասաց Տիգրանը, պայքարելն է։ Պարոն Մինասյանը արհամարանքով ծիծաղեց։ Պայքարել։ Ինչ ռեսուրսներով։ Ինչ իրավական փաստարկներով։
Այս միջամտեց պարոն Սահակյանը, Հեղինեի փաստաթղթերը դնելով սեղանին։ Հաջորդած լռությունը լարված էր։ Պարոն Մինասյանը վերցրեց թղթերը թեթակի դողացող ձեռքերով, զննելով դրանք աճող անհավատությամբ։ Որտեղի՞ց եք։ Սա ձեռք բերել, վերջապես հարցրեց նա։ Դա կարևոր չէ, պատասխանեց պարոն Սահակյանը։ Կարևորն այն է, որ դրանք օրինական փաստաթղթեր են, պատշաճ կերպով վավերացված, որոնք Հեղինե Սյունիի բոլոր իրավունքները օժիտի ունեցվածքի նկատմամբ փոխանցում են իր ամուսնուն։ Տիկին Մագդալենան առաջին անգամ խոսեց, նրա ձայնը կտրուկ էր, ինչպես կոտրված ապակի։ Քույրս հոգեկան խանգարում ուներ, երբ անհետացավ։ Նրա կողմից այդ ամսաթվից հետո ստորագրված ցանկացած փաստաթուղթ անվավեր է։ Հետաքրքիր տեսություն, մեղմորեն ասաց պարոն Սահակյանը։ Բայց հոգեկան անկարողությունն ապացուցելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն բժշկական եզրակացություններ, վկաներ, ապացույցներ։ Ունեք դրանք։ Գնդապետ Վարդանյանը բռունցքով հարվածեց սեղանին։ Մենք ունենք քահանայի վկայությունը, որը միայն հաստատում է, որ Հեղինեն տառապած էր, հակադարձեց պարոն Սահակյանը։ Տառապանքը հոգեկան անկարողություն չէ։ Նա լքել է ամուսնուն տունը, բացականչեց տիկին Մագդալենան։ Նա օգտվել է իր իրավունքից, լքելու մի ամուսնություն, որը նրան դժբախտ էր դարձնում։ Հանկարծակի ասաց Լուսինեն, զարմացնելով բոլորին։ Մի բան, որը ցանկացած կին պետք է կարողանա անել։ Տիկին Մագդալենան դարձավ նրան բոցավառ աչքերով։ Եվ ո՞վ է այս անձը, որ կարծիք հայտնի ընտանեկան հարցերի վերաբերյալ։ Այս անձը, ասաց Տիգրանը, վեր կենալով, տիկին Լուսինե Մկրտչյանն է, այն կինը, որի հետ մտադիր եմ ամուսնանալ, հենց որ այս հարցը լուծվի։ Հայտարարությունը ռումբի պես ընկավ սենյակի վրա։ Լուսինեն զգաց, թե ինչպես է արյունը բարձրանում դեմքին, բայց հաստատուն մնաց, ուղիղ նայելով տիկին Մագդալենային։ Ամուսնանալ, կակազեց պարոն Մինասյանը։ Բայց դուք դեռ տեխնիկապես ամուսնացած եք Հեղինեի հետ։ Այլս ոչ, ասաց պարոն Սահակյանը, իր պայուսակից մեկ այլ փաստաթուղթ հանելով։ Հեղինե Սյունին պաշտոնապես խնդրել է ամուսնության չեղարկումը Երանի եկեղեցական դատարանների միջոցով։ Գործընթացը հաստատվել է անցյալ շաբաթ։ Տիգրանը զարմացած նայեց փաստաբանին։ Նա ինձ չէր ասել։ Ըստ երույթին, ձեր նախկին կինը ամեն ինչի մասին մտածել է, ասաց պարոն Սահակյանը թեթ ժպիտով։ Գնդապետ Վարդանյանը կարմրել էր զայրույթից։ Սա կեղծիք է։ Դավադրություն, մեզնից գողանալու համար։ Ոչ, դրան մոտից նոր ձայն լսվեց։ Արդարություն է։ Բոլորը շրջվեցին, տեսնելով Տեր Գորգին, որը մտնում էր սենյակ երկու տղամարդու ուղեկցությամբ, որոնց Լուսինեն ճանաչեց որպես քաղաքի հարգված վաճառականներ։ Տեր հայր, շփոթված ասաց Տիգրանը։ Ես եկել եմ այստեղ, ուղղելու մի անարդարություն, հանդիսավոր ասաց քահանան։ Պարոն Մինասյանը խեղաթյուրել է իմ խոսքերը Հեղինեի մասին։ Նա ինձ չի խոստովանել, որ վախենում է քեզնից, Տիգրան։ Նա ինձ խոստովանել է, որ վախենում է սեփական հիվանդությունից, քեզ համար բեռ լինելուց։ Պարոն Մինասյանը գունատվեց։ Տեր հայր, դա ճշմարտությունն է, ընդհատեց Տեր Գորգը։ Եվ այս պարոնները նա մատնացույց արեց երկու վաճառականներին, ներկա էին մեր խոսակցության մի մասին։ Կարող եմ վկայել, որ Հեղինեն քո մասին խոսում էր ջերմությամբ հարգանքով, ոչ թե վախով։ Տիկին Մագդալենան կարծես թե ուշաթափվելու եզրին էր։ Բայց փողը, փոխանցումները կատարվել են Տիգրանի իմացությամբ հավանությամբ, ասաց վաճառականներից մեկը։ Ես ինքս օգնել եմ կազմակերպել գործարքներից մի քանիսը։ Հեղինեն ուզում էր երաշխավորել, որ ռեսուրսներ կունենա արժանապատվորեն ապրելու համար, այստեղից հեռու։ Վարդանյանների խաղաքարտերից տնակը արագորեն փլուզվում էր։ Պարոն Մինասյանը փորձեց վերջին հարձակումը։ Նույնիսկ եթե այս ամենը ճիշտ է, հուսահատ ասաց նա, դեռ կա ամուսնական պայմանագրի սկզբնական կետի հարցը։ Ահ, այո, ասաց պարոն Սահակյանը, հանելով վերջին փաստաթուղթը։ Դրա մասին մեզ հաջողվեց գտնել սկզբնական նոտարական գրասենյակը, որտեղ պայմանագիրը գրանցվել է։ Պարզվում է, որ կա երկու տարբերակ, մեկը ստորագրված իշխան Տիգրանի կողմից, մյուսը հետագայում ստորագրված Հեղինեի հոր կողմից։ Կետով տարբերակը երբեք չի ստորագրվել իշխանի կողմից։ Լռությունը խլացուցիչ էր։ Պարոն Մինասյանը նայեց իր ձեռքի փաստաթղթերին, կարծես դրանք թունավոր օձեր լինեին։ Դա նշանակում է։ Սկսեց նա։
Դա նշանակում է, վճռականորեն ասաց պարոն Սահակյանը, որ այս ողջ գործողությունը հիմնված է եղել խարդախ փաստաթղթերի վրա, եւ որ իմ հաճախորդը հիմք ունի դատի տալու բոլոր ներգրավվածներին շանտաժի շորթման համար։ Գնդապետ Վարդանյանը կտրուկ վեր կացավ, նրան հետեց տիկին Մագդալենան։ Սա դեռ չի ավարտվել, մռնչաց նա։ Ավարտվել է, հանգիստ ասաց Տիգրանը։ Եվ խորհուրդ եմ տալիս հեռանալ իմ կալվածքից, նախքան ես կորոշեմ շարունակել քրեական մեղադրանքները։ Պարոն Մինասյանը շտապ հավաքեց իր թղթերը, հետեց Վարդանյաններին դուրս, մրմնջալով անհասկանալի ներողություններ։ Նրանց հեռանալուց հետո տանը մի պահ լռություն տիրեց։ Իսկապես ավարտվեց, հարցրեց Անին։ Լիովին, հաստատեց պարոն Սահակյանը։ Փաստաթղթերն անվիճելի են, վկաները հուսալի, նրանք այլս իրավական հիմք չունեն որևէ պահանջի համար։ Տեր Գորգը մոտեցավ Տիգրանին։ Որդիս, ներողություն եմ խնդրում, որ թույլ տվեցի իմ խոսքերը խեղաթյուրվեն։ Տեր հայր, ասաց Տիգրանը, սեղմելով քահանայի ձեռքը, շնորհակալ եմ, որ եկաք ճշմարտու թյունը պարզաբանելու։ Իսկ ամուսնության մասին, հարցրեց քահանան, նշանակալից նայելով Լուսինեին։ Տիգրանը դարձավ նրան, բռնելով նրա ձեռքերը։ Լուսինե Մկրտչյան, հանդիսավոր ասաց նա, դու ինձ որպես ամուսին ընդունում ես։ Ոչ որպես իշխան, ոչ որպես ունեցվածքի տեր, այլ պարզապես որպես Տիգրան, մի տղամարդ, որը քեզ սիրում է սեփական կյանքից ավելի։ Լուսինեն զգաց, թե ինչպես են արցունքները հոսում դեմքով։ Այո, շշնջաց նա։ 1000 անգամ այո։ Հաջորդած համբույրը վկայվեց բոլոր ներկաների կողմից, ոչ ոք չմտածեց արարողակարգերի կամ պարկեշտության մասին։ Դա մի համբույր էր, որը կնքում էր ոչ միայն երկու մարդու միջ պարտավորությունը, այլ տխրության դարաշրջանի ավարտը, հույսի ժամանակաշրջանի սկիզբը։ Երբ է լինելու հարսանիքը, հարցրեց Անին, հազիվ զսպելով աշխուժությունը։ Շուտով, պատասխանեց Տիգրանը, աչքերը չկտրելով Լուսինեից։ Հնարավորինս շուտ։ 3 ամիս անց, փետրվարի մի ոսկեգույն առավոտ, Տիգրանն ու Լուսինեն ամուսնացան կալվածքի փոքրիկ մատուռում։ Արարողությունը պարզ էր, բայց խորապես նշանակալ։ Իից Անին ծառայում էր որպես հարսնաքույր, փայլելով վարդագույն զգեստով, որն ինքն էր ընտրել։ Տեր Գորգը արարողությունը կատարեց ակնհայտ հաճույքով, փոքր համայնքը ներառում էր գինեգործարանի աշխատողներին, որոնց Տիգրանը նորից սկսել էր վարձել։ Որովհետև գինեգործարանն իսկապես վերաբացվում էր։ Լուսինեի կողքին Տիգրանը նոր էներգիա էր գտել նախագծի համար։ Նա ոչ միայն հիանալի կառավարիչ էր դարձել, այլ ուներ նուրբ համ, որը նրան դարձնում էր արժեքավոր գործընկեր նոր գինիների ստեղծման գործում։ Մեր առաջին գինին որպես ամուսիններ, ասաց Տիգրանը հարսանեկան գիշերը, լցնելով 2 գավաթ նոր բերքից, որը միասին էին արտադրել։ Ինչպես պետք է այն անվանենք։ Լուսինեն համտեսեց գինին, վայելելով բարդ նոտաները, որոնք խոսում էին հարուստ հողի, առատ արի շատ աշխատանքի մասին։ Վերսկիզբ, վերջապես ասաց նա։ Վերսկիզբ գինի։ Կատարյալ է, համաձայնեց Տիգրանը, նրա հետ բաժակ բարձրացնելով իրենց ննջասենյակի մտերմության մեջ, որն այժմ իսկապես իրենցն էր։ Նրանց ամուսնության կատարումն այն ամենն էր, ինչ Լուսինեն երազել էր։ Ավելին։ Տիգրանը քնքուշ էր, համբերատար, կրքոտ, նրան վերաբերվելով այնպես, կարծես աշխարհի ամենաթանկարժեք կինը լիներ։ Եվ կյանքումս առաջին անգամ Լուսինեն իրեն լիովին ցանկալի, լիովին սիրված, լիովին կենդանի զգաց։ Ամուսնությունից 6 ամիս անց Սյունիների գինեգործարանը նորից արտադրում էր, Տիգրանի ու Լուսինեի գինիները սկսում էին հեղինակություն ձեռք բերել ողջ Գավառում։ Անին դարձել էր հիացմունքի արժանի երիտասարդ կին, օգնելով կառավարմանը ցուցաբերելով բնատուր տաղանդ բիզնեսում։ Հայրիկ, ասաց նա մի ցերեկ, մտնելով գրասենյակ, որտեղ Տիգրանն ու Լուսինեն ստուգում էին հաշիվները, այսօր հետաքրքիր նամակ եմ ստացել։ Ումից։ Հեղինեից, ասաց Անին, մեկնելով ծրարը։ Երանից։ Տիգրանն ու Լուսինեն հայացքներ փոխանակեցին, նախքան նա բացեց նամակը։ Նա լուր կարդաց, դեմքին ժպիտը մեծանում էր։ Նա ամուսնացել է Դավիթի հետ, հայտարարեց նա։ Շատ երջանիկ են, նա ուզում էր, որ իմանանք, որ հղի է։ Հղի, բացականչեց Լուսինեն։ Այդ տարիքում։ Ըստ երույթին, իսկական սերը տարիք չի ճանաչում, ասաց Տիգրանը, նրան ավելի մոտ քաշելով։ Ինչպես մենք։ Լուսինեն ժպտաց, ձեռքը դնելով սեփական որովայնին, որտեղ 2 շաբաթ առաջ հաստատել էր, որ նոր կյանք է աճում։
Նա դեռ չէր ասել Տիգրանին, սպասում էր կատարյալ պահի։ Խոսելով իսկական սիրո մասին, մեղմորեն ասաց նա, մի բան կա, որ պետք է քեզ ասեմ։ Տիգրանը հետաքրքրությամբ նայեց նրան։ Ինչ։ Դե, ասաց Լուսինեն քաջություն հավաքելով, մի քանի ամսից մեր ընտանիքս մեկ անդամ կունենա։ Հասկացողությունը աստիճանաբար հաստատվեց Տիգրանի դեմքին։ Դու… Հղի եմ, հաստատեց նա, դիտելով, թե ինչպես է ցնցումը տեղի տալիս բացարձակ ուրախության։ Տիգրանը նրան բարձրացրեց գրկում, պտտելով օդում, մինչ անին ուրախությունից գոռում էր հետում։ Երբ նրան իջեցրեց գետնին, նրա աչքերում արցունքներ կային։ Երեխա, հիացմունքով շշնջաց նա։ Մեր երեխան։ Կամ աղջիկ, ժպիտով ուղղեց Լուսինեն։ Կամ աղջիկ, համաձայնեց նա, քնքշորեն համբուրելով նրան։ Անին մոտեցավ երկուսին, գրկելով նրանց։ Ես ավագ քույր եմ լինելու, ասաց նա ակնհայտ հպարտությամբ։ Աշխարհի լավագույն ավագ քույրը, ասաց Տիգրանը, նրան ներառելով գրկախառնության մեջ։ Այդ գիշեր, մինչ Լուսինեն հանգստանում էր Տիգրանի գրկում, նա մտածում էր այն արտասովոր ճանապարհորդության մասին, որը նրան բերել էր այստեղ։ Աղքատ այրուց, սիրված կնոջ, անտեսանելի ստվերից, նորացված ընտանիքի հենասյան։ Ինչի՞ մասին ես մտածում, մրմնջաց Տիգրանը, համբուրելով նրա մազերը։ Այն մասին, թե ինչպես կարող է կյանքը լիովին փոխվել, երբ ամենակիչն ենք սպասում, պատասխանեց նա։ 1 տարի առաջ ես ուղղակի միայնակ խոհարարուհի էի։ Հիմա քո կինն եմ, Անիի մայրը, շուտով կլինեմ մեր երեխայի մայրը։ Եվ երջանիկ ես։ Լուսինեն շրջվեց նրա գրկում, ուղիղ նայելով նրա աչքերին։ Ավելի երջանիկ, քան երբե երազել եմ հնարավոր լինել։ Ես էլ, շշնջաց նա, համբուրելով նրան այն ողջ գրքով քնքշությամբ, որ զգում էր։ Դրսում քամին շշնջում էր հասուն խաղողով լի այգիների միջով, խոստանալով առատ բերք։ Կալվածքը, որը մի ժամանակ լցված էր տխրությամբ գաղտնիքներով, այժմ արձագանքում էր ծիծաղով, հույսով, սիրով։ Եվ հեռավոր լեռներում երկնքում սկսում էին հայտնվել առաջին աստղերը, լուռ վկաները մի սիրո պատմության, որը հաղթել էր բոլոր խոչընդոտները, երկու կորած հոգիները վերածելով մի ընտանիքի, որը միավորված էր բոլոր ուժերից ամենահզորով, իսկական անսասան սիրով։ Տիգրան Սյունին իր փրկությունը գտել էր Լուսինե Մկրտչյանի գրկում, իսկ նա իր իսկական ինքնությունը գտել էր մի տղամարդու սիրո մեջ, որը նրան տեսնում էր ոչ թե նրա համար, ինչ եղել էր, այլ նրա համար, ինչ կարող էր դառնալ։ Միասին նրանք ապացուցել էին, որ երբեմն ամենաանհավանական ավարտը նա ամենակա։ Տարյալն է, որ սերը, երբ իսկական է խիզախ, իսկապես կարող է հաղթել ամեն ինչ։ Սյունիների գինեգործարանի պատմությունը նոր էր սկսվում, բայց արդեն խոստանում էր լինել սիրո համառության հաղթանակի մի լեգենդ, որը կպատմվեր գալիք սերունդների կողմից։ Եվ գալիք ոսկեգույն ցերեկներին, երբ նրանց երեխաներն ու թոռները կխաղային խաղողի վազերի մեջ, նրանք միշտ կհիշեին, որ այդ հողը ջրվել էր ոչ միայն անձրով քրտինքով, այլ ուրախության արցունքներով երկու մարդու քաջությամբ, որոնք համարձակվել էին սիրել, հակառակ բոլոր սովորույթների։ Սերը հաղթել էր, ինչպես միշտ հաղթում է, երբ իսկական է։ Եվ նրանք ապրեցին, եթե ոչ հավերժ, ապա գոնե բոլոր այն օրերը, որոնք իսկապես կարող էին, յուրաքանչյուրն ավելի գեղեցիկ, քան նախորդը, յուրաքանչյուրը մի ապացույց, որ երջանիկ ավարտները ոչ միայն հնարավոր են, այլ անխուսափելի նրանց համար, ովքեր քաջություն ունեն պայքարելու դրանց համար։